Նոյանտապանում հյուրընկալել եմ քաղաքագետ Հայկ Սահակյանին, պարոն Սահակյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Խորհրդարանում ավարտվեց 12 մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների փակ գաղտնի քվեարկությունը, ուժեղ Հայաստանի թեկնածուները ի տարբերություն իշխող ուժի եւ Հայաստան դաշինքի փաստորեն չընտրվեցին։ Գիտեմ ձեր կարծիքը, դուք համարում եք ոչ էական այս իրադարձությունը, ինչու եք համարում ոչ էական, մինչդեռ մեր լրատվամիջոցներում տևական ժամանակ է քննարկվում է, որ ինչպես կարող էր իշխող ուժը թույլ տալ, որ հատկապես եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը բաժին հասնի ուժեղ Հայաստանին։ Էլ չենք խոսում մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի մասին, որը փաստորեն նախագահելու է Հայաստան դաշինքի թեկնածուն։ Շնորհակալություն հարցերի համար։ Դե հենց մենակ այն հանգամանքը այդ վերաբերմունքը այդ հանձնաժողովներին կառավարող ուժի կողմից դա արդեն նշանակում է, որ իրենց համար դրանք էական եւ երկրորդական նշանակություն ունեն։ Էական նշանակություն չունեն ավելի ճիշտ եւ երկրորդական նշանակություն ունեն, դրա համար էլ բան են արել, թողել են, որ անդիմության է, այսպես ասած, թե չէ իրենց համար եթե կարևոր լիներ, իրենք առաջնահերթություն ունեն եւ իրենք կընտրեին հենց այդ հանձնաժողովները եւ բան կանեն, չէ՞, մեզ կառաջնորդեին դեպի Եվրամիություն, ինչպես ամբողջ նախընտրական բանի ժամանակ չէ, PR-վում էին կառավարող շրջանակները, բայց մենք ասում ենք, որ իրենք չեն տանելու, դե տեսնում ենք էլի, որ իրենք չեն տանելու մեզ։ Հիմա հենց սա էլ արդեն էս գործողության, բա այսինքն խոսքի եւ գործի մեջ մենք տարբերությունը էլի ակնհայտորեն տեսնում ենք քանիցս էլի։ Չնեմ քանի անգամ մեր հանրությունը պիտի տեսնի, որ հասկանա, որ եթե մի բան ասում են կա բանը Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իրանք անում են ուղիղ հակառակը դրա։ Եթե ասում են մենք գնալու ենք Եվրոպա չեն գնալու հաստատ։ Իրենց բանով էլի, իրենց նախաձեռնությամբ, այսպես ասենք։ Հիմա ինչ վերաբերում է այս ամբողջ թողոբոյին, որ բան են արել, մեր ամբողջ լրատվամիջոցները մեր ուշադրությունը, քաղաքական ռեսուրսը, ժամանակը ծախսում են բան են անում, սա լրիվ երկրորդական նշանակության ինչ-որ հարց է, ոչ մի էական խնդիր չի լուծում արդյունքում, հա։ Պատկերացրեք հանձնաժողովում 11 հոգի մարդ են, բանը 8 հոգին քաղաքացիական պայմանագրից է, 2 հոգի այն մի ընդդիմադիր է, այն 2 հոգին այն մի հոգին մի ընդդիմադիրն է։ Հիմա այդտեղ հանձնաժողովի նախագահ, եթե ընդդիմադիր կուսակցության այդ 3-ով ինչ են անելու 8-ի հետ։ Ինչ որոշեն կառավարող ուժը, իրանք քվեարկելու են, ասելու է գնալու է, բրցնելու է գնա։ Դա խորհրդանշական նշանակություն ունի ընդամենը։ Դրա մասին մենք որ նայում ենք եւ մարդկանց հետաքրքրությունը ուղղակի հենց այդքանով է, էլի բան արել, այդ ուշադրությունը գրավել, որ հատկապես մարդու իրավունքների հանձնաժողովը եւ եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովը, ինտեգրման հանձնաժողովը տվել են ռուսական ակնհայտ ռուսական բանն է ցակում ունեցող իրենց կողմից չէ բանարվող այտենց թիրախավորված ռուսական հայտարարված ուժերին էլի իսկ Ռուսաստանը ինչ կապ ունի եվրոինտեգրման հետ եւ մարդու իրավունքների հետ ասենք դա ծիծաղելի էլի այս ամեն ինչը հենց այն շոուն է որ իրենք կազմակերպելու են ամբողջս իրենց կառավարման ժամանակ երկրորդական հարցերին տալու են էական տեղ եւ նշանակություն իսկ իրական հարցերին իրական խնդիրներին իրական նպատակներին sense ձեռետ անցկացնել են գնան ինչպես օրինակ ասենք 44-օրյա պատերազմի հանձնաժողով չէ էական նշանակություն ունեցող բանը դա ֆունդամենտալ կարևոր նշանակություն ունեցող բանը այդ հանձնաժողովի աշխատեց եկավ այդ բանը նյութը մեկել Ալեն Սիմոնյանի թեթև ձեռքով դարձավ արխիվային նյութ եւ վերջանությունը դրանից զրկվեց բանը ոչ իմացավ ինչ եղավ ոչ էլ չէ իսկ այդտեղ մենք պետք է տեսնեինք օրինակ բաց այդ քաղաքական բաներից հա այդ խոսույթից ով ամեղավորով չի մեղավոր մենք պետք է տեսնենք մենք որպես հանրություն եւ պետություն ինչ սխալներ ենք թույլ տվել որ հաջորդ պատերազմի ժամանակ որպես մինիմում մեծ սխալներ թույլ չտանք որ մեր հաղթելու հնարավորությունը մեծանա պարտվելու հնարավորությունը փոքրանա սա դա կենսական նշանակություն ունի դա մենակ Նիկոլին ու բանը չգիտեմ Ռոբերտ Քոչարյանին չի վերաբերում դա մեզ բոլորիս է վերաբերվում իրենք իրավունք չունեն այդ հարցը փակեն եւ դնեն այնտեղ այս վերջերս նայում են բանի հարցազրույցներից մեկում կառավարող ուժի ներկայացուցիչը ասում է եթե հանրությունը ուզենա
մենք բան կանենք այդ փաստաթուղթը կհանենք, որովհետև հանրությունը իրացված լինելու իրավունք ունի, բայց իհարկե հանրությունը իրազեկված լինելու իրավունք ունի, եւ դուք էլ իրավունք չունեք այդ հանձնաժողովի աշխատանքը փակեք եւ բանանեք։ Իրանք իրենց այդ բանը իրավախախտումից չեն խոսում, բանը գցում են մեր վրա։ Եթե հանրությունը իհարկե հանրությունը իր բանը պահանջ կա, նման պահանջ կա եւ դա մեն մասնագիտական շրջանակների մոտ չի, դա բոլոր նորմալ առողջ մարդկանց մոտ կա այդ պահանջը, որ այդ հանձնաժողովի աշխատանքը պետք է հանվի, մանրամասն նայվի եւ այդտեղից հետեւություններ արվի, որ դա հետո պետք է ուղղվի մեր պաշտպանական եւ ոչ միայն բանը պաշտպանական ամբողջ անվտանգության համակարգի մեջ մենք էական փոփոխություններ պետք է մտցնենք այդ հանձնաժողովի աշխատանքից հետո, բայց ուղղակի սարքեցին մը 4-ով բանը գցեցին այնքոմ անցավ գնաց։ Ահա այսպեսին է կառավարողի վերաբերմունքը էական եւ ոչ էական հարցեր են։ Եթե ոչ էականը սարքում են մի հատ մեծ sense տեզերական պատմություն, բան sense ինչքան ժամանակ արդեն մոտ 2 շաբաթ է քննարկվում է, չէ՞, այս թեման։ Թմկահարվում է բան sense բոլորը կարևոր բան sense Մենք էլ հարցազրույցներում դրանից խոսում ենք, բայց դա ոչ մի նշանակություն չունի։ Բայց դրան մասնակից դարձան նաեւ խաղաղասարակության ներկայացուցիչները, նրանց արձագանքը առանձնապես սուր էր։ Այդ դա ինչով է կբացատրեք։ Որովհետեւ Ենթադրենք իշխանությունը լավ ունի շեղելու նպատակ հանրությանը։ Խաղաղասարակությունը դա միայն իշխանության բանը չի, էլի, այդ շեղելու այդ նպատակը չի։ Իրենք ունեն ահռելի ռեսուրսներ, իշխանությունը ես այդտեղ նայում եմ նաև այդ ազգային ժողովում ներկայացված եւ ընդդիմադիր եւ բանը այդ երկու, որտեւ իրենք իրար հետ են այդ պարտիան խաղում։ Այդ նարատիվները գծվում են, հանրության ուշադրություն տարվում են եւ կարծես թե այդտեղ պայքարա գնում, անես պայքարա, ասես բանը միջ մոլորակային ինչ որ ասես պայքարա գնում կարծես թե, բայց ոչ մի լուրջ հարց չկա, այդտեղ բան չկա, քաղաքասարակությունը ստիփած արձագանքում է, որովհետեւ ուրիշ օրի բաներ էլ, տենց իրենք էլ իրենց ոչ հիմնական բաներ ունեն, տենց անելիքներ ունեն, ոչ նարատիվներ ունեն, մեր քաղաքասարակությունը 18-ից հետո ինքը տենց ծանր վիճակում է գտնում, խրխռում է եւ չի գտնում իր տեղը, էլի։ Դա էլ է խնդիր։ Շատ լավ։ Եկեք ուրեմն ավելի լուրջ թեմաների կամ էական թեմաների անդրադառնանք։ Ըստ պարոն Սահակյան, կառավարությունը այսօր ներկայացրել է նոր կառավարության առաջիկա 5 տարվա գործողությունների ծրագիրը, ըստ որի խոստանում է հավասարակշռման ու հավասարակշռված արտաքին քաղաքականություն, որը ենթադրում է տարածաշրջանում, այսինքն մեջբերեմ սեփական միջավայրում առանց արտաքին աջակցության ապրելը Հայաստանի Հանրապետության համար ոչ միայն հնարավոր դարձնել, այլև հարմարավետ։ Բալանսավորված քաղաքականությունը փոխարինվում է նոր բառերով հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականություն, սրան կարող եմ նաեւ հավելել մեկ հայտարարություն Փաշինյանի կողմից, երրորդ հանրապետությունը հիմնադրվել է հենց առաջին օրից կոնֆլիկտի տրամաբանությամբ, չորրորդ հանրապետությունը ձևավորվում է խաղաղության տրամաբանությամբ, այսպիսով Հայաստանը թևակողում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք չորրորդ հանրապետություն։ Կխնդրեմ այս հավասարակշռման եւ հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարելուն անդրադառնալ նաև այդ չորրորդ հանրապետության գաղափարին։ Դուք ձեր խոսքում իսկ արդեն իսկ նշեցիք, որտեղ ընդհանրապես բառերի փոփոխությունը էլի ենթագիտակցություն դուք ասեցիք, չէ՞ որ բալանսավորումը մինչ այժմ այո, լսում ենք, որ բալանսավորման եւ բալանսավորված արտաքին քաղաքականություն են վարում, հիմա հավասարակշռման եւ հոմանիշ են փոխել բան, տենց կարծես թե իբր էական ինչ-որ փոփոխություն են անում, բայց եկեք անկեղծ լինենք։ Դուք հիշում եք որևէ դեպք, որ Հայաստանի կառավարության ծրագիրը տարեկան հաստատվել է, հետո այդ տարեվերջ այդ ծրագիրը իրականացվել է եւ բոլորը ասեն այո, իրականացավ։ Եղել է դες մի հատ դեպք։ Ես չեմ հիշում դες մի հատ դեպք։ Ոչ էս վերջի 18-ից էս վերջի իրադարձությունը, ոչ է դրանից առաջ մի բան էլ էներ, էլի, այտենց մի ծանր վիճակ էլ էներ։ Օրինակ ես հիշում եմ, որ 21 թվականին երբ որ ընտրվում էին իրենք էլի Նիկոլենք ընտրվում էին բան, եկան ասեցին բան, գալիս ենք որպեսի փրկենք, միացում հանուն փրկության բան չի, ինչ-որ sense թեզեր ենք որ Արցախը փրկենք բան, ինչ-որ sense ծրագրեր էին ներկայացնում բաներ անում, ինչ եղավ, Արցախը լրիվ միջև վերջ հայատապվեց եւ նվիրվեց Ադրբեջանին։ Հիմա բանը, ես անկեղծ չեմ հիշում մի դեպք, մի տարի, որ այդ կառավարության ծրագիրը մշակեն, հաստատեն եւ իրականացնեն, այդ ինչ որ գրել են դա անեն։ Այնպես որ սա ախր տխուր իրողություն է, նայեք, իրականում ինքը շատ կարևոր իրադարձություն է կառավարության ծրագիրը, շատ կարևոր։ Եթե հանրությունը մասնակցեր այդ քաղաքացիական հասարակությունը ինքը թափանցի կառավարման այդ process-ները հանրությունը մասնակցել, մեր բոլորիս է վերաբերում, չէ՞։
եւ ինքը բանը անեին վերջացնեին, չէ՞, դες իրենք էլ հենց այդ ծրագիրը իրականացնելու բաներն են, չէ՞, այդ պարտականությունը իրենց վրա կրող մարդիկ են։ Իրենք էլ դա անեն, մեր բոլորի կյանքը ամեն տարի, տարին տարվա վրա թեթևանալ կհեշտանար, բան, ասես գնալու ինչ-որ ձեռքբերումներ կունենայինք, զարգացումներ կունենայինք, բան, չէ՞, բայց մենք այդպես ոչ մի այդպես էական եւ լուրջ զարգացումներ չենք ունենում, հակառակը նայում ենք, տեսնում ենք թե կողքի հարևան պետությունը ոնց են զարգանում, բան, մենք մնացել ենք մեր լեռներում, այդպես ու այդպես խոսքի մակարդակում գեղեցիկ ինչ-որ բառեր են։ Հիմա դուք այս մտքին չանդրադարձակ, պարոն Սահակյան, ասում է 4-րդ հանրապետությանը։ Չէ, 4-րդ հանրապետությանը կանդրադառնանք, ասում է այս տարածքում, մեր տարածքում հնարավոր ենք դարձնելու առանց արտաքին աջակցության ապրելը։ Եվ դա լինելու է նաև հարմարավետ մեզ համար։ Կարողանալու ենք առանց արտաքին աջակցության ապրել։ Ախր ոնց որ ասեն առավոտյան որ արթնանանք պետք է լվացվենք եւ նախաճաշենք, բան ինչ-որ sense բան են ասում։ Իհարկե մենք կարող ենք առանց արտաքին միջամտության ապրել, իհարկե։ Այդ արտաքին միջամտությունը միջամտություն թե աջակցություն։ Աջակցությունը եւ միջամտությունները այդ կառավարող շրջանակներն են բերել։ Այդ իրենց, երբ որ իրենք ստեղ լեգիտիմության խնդիրներ են ունենում, երբ որ հանրությունը իրենց չի վստահում, գնում են արտաքին ինչ-որ մեկին դիմում են, որ ստեղ կարողանան շարունակել աջակցել։ Հիմա այս վերջի ընտրական այս իրավիճակը երբ որ տեսանք, չէ, բան ոնց ընտրությունը անցկացրեցին, ոնց թույլ տվեցին, որ իրենց կողմից այդ թշնամի հայտարարված պետության, չէ, մասնակիցները, այդ ներկայացուցիչները գան մեր ազգային ժողովի կեսը նվաճեն, ոնց են բան Ծառուկյանին թողեցին մասնակցի, հետո այդ մարդկանց ձայները տենց հեչ հարեցին, բան։ Իսկ լեգիտիմության ակնհայտ ճգնաժամ կա։ Հիմա իրանք ստիպված գնալու են, մի հատ ինչ-որ արտաքին, մի հատ ինչ-որ դերակատարի խնդրեն, որ ինքը օգնի իրենց, որ այդտեղ կարողանան բան անել, կառավարել։ Եվ ով է լինելու այդ արտաքին դերակատարը։ Դե ում հետ լեզու գտնեն դրա հետ էլ բան կանեն, էլի, այտենց այդ որ ասում սուրտեղ ազատ չի մնում այդ բանկա։ Մինչ այժմ հիմա դա անփոխարինելի դա Ռուսաստանն էր։ Հիմա Ռուսաստանը քանի որ նահանջում է այստեղից, այդ վակուումը կամաց փորձում է Թուրքիան լցնել, Ամերիկան է փորձում լցնել, Ֆրանսիան է փորձում լցնել, հիշում եք։ Այդպես տարբեր բոլորն են փորձել։ Այո, Պարսկաստանը հիմա այս վերջին իրադարձությունից հետո ինքը մի քիչ այլ ավելի բան Իրան արդեն մի քիչ ուժեղացած ազգում Ամերիկա, բան Պարսկական, իսրայելական այս բաներից հետո պատերազմից հետո իրենք էլ են փորձել լուծել։ Դե Ադրբեջանը կա ինքը այտենց այնքան ազդու է, այնքան ազդեցիկ է դարձել Նիկոլ Փաշինյանի կառավարման շնորհիվ, որ ասելու չի, այսինքն այդտեղ լիքը ազդող գործոններ կան եւ բոլորն էլ միջամտում են։ Հələ նայեք մեր օրակարգը, նայեք մեր լուրերին, հանրային հեռուստաընկերությամբ նայեք մեր լուրերին նայեք, ինչի մասին է խոսք էլի, ինքը տեսնեք էլի։ Հիմա 4-րդ հանրապետությունը 4 հանրապետության մասով նախ Դգոլն էր ասել, եթե չեմ սխալվում, ասում է, եթե դուք հասկանում եք ինչ է պետությունը, դրա դերն ու նշանակությունը, ապա դուք բան կհասկանաք, որ երբեք ոչ մի պետություն ինքը առանց պատերազմների առաջ շարժվել չի կարող եւ դաշնակիցներ ըստ էության նա չի կարող ունենալ կամ բարեկամներ, բարեկամներ կամ դաշնակիցներ ինքը անընդհատ պայքարի մեջ, ինքը անընդհատ պատերազմների մեջով գնալով նոր տարածքներ նվաճելով, ավելի մեծանալով իր արժեն մեծ խնդիրներ դնելով եւ իր քաղաքացիներին, իր ժողովրդին պաշտպանելու հարցալուծում անընդհատ ինքը անընդհատ թշնամիներ է ման գալիս եւ այդ թշնամիներին ոչնչացնելու եւ կողքի պետություններն են իրար, ասենց անընդհատ այդ մրցակցությունը գնում է, ով դիմացավ այդ մրցակցությունը ինքը հարատևելու է, ով չէ ինքը վերանալու է, այդ դա պետության էությունը Այն ինչ ասում է հիմա մեր կառավարող շրջանակը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պետք է այտենց ուղղակի գեղեցիկ խոսքեր են ինչ խաղաղություն են մարդկանց հետ ովքեր հենց հիմա ասենք սրանց մի քանի օր առաջ ընդամենը Շուշիում լրիվ ուրիշ բաներ խոսում ինքը խոսում էր որ Հայաստանի հենց հիմիկվա Հայաստանի տարածքը որը միջազգային ճանաչված լեգիտիմ բան որևէ այտենց ինչ որ իրավական ոչ մի խնդիր չկա հա այն ինչու որ մեղադրում էին Արցախին ոչ մի տես խնդիր չկա բայց ասում են բան դա մեր տարածքն է Արմենիան Ադրբեջանը։ Այդ զավթողական կարող են այդպիսի բան հայտարարել, բայց նույնը Եվրոպայում գնացել էին այս վերջերս, հենց այդ այսպես կոչված Արմենիան Ադրբեջան այդ իրենց ՀԿ-ն պետականից իրենց բաների հետ Շվեյցարիայում էր թե որտեղ էր։ Գնացել էին ինչ-որ միջոցառում էին արել բաներ։ Եվրոպայից արդեն խոսում են այդ մասին։ Հասկանում եք, իրենք չեն թաքցնում։ Այդ զավթողական այդ նվաճողական այդ բաների մասին խոսում են Մերոնք sense ակաժների կախ աշխատում են չլսեն, լսելու չտան դրանով իբր թե կարող sense երևի այդ խնդրը կներծծվի կգնայինք դին, բայց այդպես խնդիրներ չեն ներծծվում եւ չեն անհետանում։ Եթե չեն ներծծվում եւ չեն անհետանում, նշանակում է սահմանազատման գործընթացներ մնալու է այդպես կիսատ, մենք չենք ունենալու հստակ սահմաններ Ադրբեջանի հետ եւ Արևանի հետ։ Սահմանազատման գործընթացի անվան տակ
մեր տարածքներն են նվաճում, ոնց որ եղավ Տավուշում։ Ուղղակի վերցնում են։ Չգնաց Նիկոլ Փաշինյանը ասեց, բան, եթե չտակ պատերազմա լինում, պատերազմ ես ուզում են գյուղացու այլ մարդն ասում է, չէ, պատերազմ չեմ ուզում, ոչ մի նորմալ մարդ պատերազմ չի ուզում։ Հասկանում եք, չէ՞։ Բայց մեր հարևանները մեր տարածքը ուզում են նվաճեն։ Ինչ անենք։ Պետք է պաշտպանենք, թե չպաշտպանենք։ Իմ հարցն այլ Հասկանում եմ ձեր հարցը հետո, բայց այդ ընդհանուր տրամաբանությունը հենց այդ այն իրենք, որ խոսում են Հայաստանի կոնֆլիկտի հիմքի վրա է ծնվել, այս նոր բանը խաղաղության հիմքի վրա, դա այդպես անիմաստ խոսում են ուղղակի, անիմաստ, հենց այնպես։ Ուղղակի ասում են ասելու համար։ Իբր թե խաղաղություն դու չես կարող ինքդ հենց միակողմանի խաղաղություն հրճակես եւ հարևանդ ասեն դե լավ, դե որ խաղաղ է, այլ բան չենք ուզում։ Ընդհակառակը եթե թշնամի տեսնո դու զինված չես, պատրաստ չես, բա ավելի լավ, դու ավելի հարմար թիրախ ես։ Գալու է մտի նվաճի առանց պրոբլեմի։ Այս իրենց շորտ ասածը նախ 4 հանրապետություն չկա, նշի որ մենք թաղել ենք արդեն Հայաստանի Հանրապետություն էլի, այտենց մի հատ այդ դեմքով պետք չի խոսել այս ամեն ինչի մասին, չնայած եթե իրենք շարունակեն կառավարել, ամեն ինչ հնարավոր է, բայց պետությունները նրանք մշտապես եւ հարատև դրանք պատերազմող սուբյեկտներ են եւ ով հաղթի ինքն էլ բանալնելու է տարածաշրջանում ապրելու է։ Այդտեղ երկու կարծիք լինել չկա։ Մեր հարևանները իրենք տրամադրված են, որ իրենք են հաղթելու եւ բանը իրենք են նվաճելու եւ այստեղ մենակ ադրբեջանցիներ են ապրելու։ Մենք էլ պիտի անենք այնպես, որ այստեղ հայր ապրեն, այստեղ մենք հազարամյակներով մենք ենք ապրել եւ մենք պիտի շարունակենք ապրել։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 պաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Ոճը թանկ պիտակից չի սկսվում, այն սկսվում է ճիշտ ընտրությունից։ Jackpot Clothing Store, հագուստ տղամարդկանց, կանանց եւ երեխաների համար, առօրյա դասական հարմարավետ ու նորաձև ընտրություն, ամբողջ ընտանիքի համար, մի խանութ, տարբեր սերունդներ, հարյուրավոր ընտրություն։ Խանութում ներկայացված են նաև հանրահայտ Gava ֆիրմայի հագուստներն ու կոշիկները։ 1135 North Pacific Avenue, Jackpot Clothing Store, երբ լավ գնումը իսկապես jackpot է։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Պարոն Սահակյան, հասկանանք ինչ է կատարվում Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններում։
Ինչ մեկնաբանություն ունեք հաշվի առնելով վերջին օրերի այդ լարվածությունը, միմյանց բողոքի նոտաներ են հղում, Ռուսաստանի դեսպանին էին կանչել արտգործնախարարություն, ասում են ռուսական լրատվամիջոցներում այն խոսույթը, որը դուք տարածում եք եւ շրջանառում եք մեր երկրի նկատմամբ թշնամական է, ոչ բարեկամական է։ Ռուսաստանը իր էությամբ այնպիսի պետություն է, որը իր հարևանությամբ իրեն հավասար սուբյեկտներ չի ընդունում, ոչ թե ընկալում, այլ չի ընդունում։ Դա իր համար բան է, սպառնալիք է համարում։ Դրա համար ինքը այնտեղ այդ հարևանությամբ պիտի կամ վասալային կախվածության մեջ գտնվող իրեն ենթակա ինչ որ միավորներ բանանի կամ նվաճի է տարածքը վերցնի իրեն։ Մինչև գա հասնի այնտեղը, որտեղ որ բանը ճակատով հագնի պատին էլի կոպիտ ասած։ Դրա համար նայեք Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, Հայաստան-Վրաստան հարաբերությունները, ներողություն, Ռուսաստան-Վրաստան, Ռուսաստան-Հայաստան հարաբերություն, Ռուսաստան-Բելարուս հարաբերությունները, չէ, որոշ բանով չի տարբերվում Ադրբեջանը։ Իրենք նայում են, որոնտեղ դա իրանց տարածքն է, ուղղակի Ալիևը այս վերջերս ոնց որ մի քիչ իրան խելոք չի բան, ինչ որ սենց վիճակ է։ Իսկ Ալիևն էլ օգտվել է այդ հնարավորությունից, նաև ռուսների մասնակցությամբ, ռուսների թույլտվությամբ Արցախի այս բանը Արցախի հետ ունեցած այս իրավիճակներից հետո իրեն շատ ավելի ուժեղ ազգում եւ ունի ինքը բանը իր թիկունքին կանգնած Թուրքիայի նման դաշնակից, իրական դաշնակից, ով նույնպես ցանկանում է Ռուսաստանից, իսկ Ռուսաստանը ռուս-ուկրաինական պատերազմի բան այս հետևանքով աթուլացել է եւ իրանք էլ են փորձում ել ավելի մեծ նվաճումներ ունենալ։ Օրինակ թուրքերը չեն հրաժարվի այդ բանը հյուսիսային Կովկասի, ասենք այդ տարածքները իրենց ազդեցության տակ բանանեն վերցնեն, ոնց մինչեւ հիմա ասենք երբեք իրենք աղդամ ներկայացված չէին եղել, չէ՞։ Ռուսների գնալու շնորհիվ, ռուսների թուլության շնորհիվ, չէ՞, եկան եւ այնտեղ բանը հաստատվեցին։ Հիմա նույնիսկ կուզենան օրինակ Չեչնիայում, Դաղստանում բան այնտեղ էլ չէ, թուրքալեզու կամ իսլամական բաներ կան, այտենց շրջանակներ կան, բայց կուզենան որ այնտեղ էլ Թուրքիան մեծ ազդեցություն ունենա։ Եվ ինչքան ասես Ռուսաստանը թուլանա, սահմանեն կան թուրքերը փորձելու են նվաճել եւ առաջ գնալ։ Դա նորմալ է ըստ էության։ Հասկանում եք, այլ նորմալ չի Նիկոլ Փաշինյանի ասած այդ ասում է խաղաղության դարաշրջանի եսի միշտ բան, բայց եթե տենց է ռուսները եւ թուրքերը հենց հիմա իրենք բանը իբր թե դաշնակիցներ են եւ պայքարում են արևմուտքի դեմ, չէ՞։ Բայց ոնց է որ իրար մեջ էլ բան են, չէ՞, այսինքն այնտեղ բանը չի լինում, էլի ով մի քիչ թուլացավ այդ մյուսի հաշվին դու պետքա ուժեղանաս, որ ել ավելի մեծ ռեսուրսներ եւ հնարավորություն ունենաս ել ավելի մեծ նպատակներ դնելու առաջ էլի քո արժեվ դնելու համար։ Հիմա նույն բանը անում են եւ Ադրբեջանը եւ Թուրքիան եւ նաեւ անում է Ռուսաստանը փորձում անել, այլ ճիշտ ձախողվում է եւ չենք անում մենք։ Ինչը խնդիր է։ Ռուսաստանի մասով մեկ հայտարարության անդրադառնանք Պուտինի եւ շարունակենք, ասում է արդյունաբերական եւ ենթակառուցվածքային օբյեկտներին ուկրաինական հարվածների հետևանքները զգալի են, բայց ոչ կրիտիկական։ Կտրված է այս մարդի իրականությունից, ինչ է կարծում։ Դե ոչ չի ասելու ժողովուրդ վատա, փախեք Ռուսաստանից, հեռացեք այստեղից, շատ վատա, չէ, չի ասի, չէ։ Ընդհակառակը պետքա ոգևորի բանանի, որ ռուսներն մնան եւ միջև վերջ կռվեն այն հույսով, որ ուկրաինացիներ կարող է բան հանձնվեն կամ արևմուտքը բանանի ինչ որ պլաններում փոփոխություն տեղ ունենա, հազար մի պլաններ կան, այդ հարաբերությունները շատ բարդ են եւ բազմաշերտ են։ Ասենք եթե եթե Չինաստանը կամ Հյուսիսային Կորեան որոշեն ել ավելի մեծ ներգրավվածություն ունենան ռուսական կողմից, հա, այս բանում ռուսների համար շանսեր եւ հնարավորություններ կարող է առաջանան, չէ, որովհետեւ բանը մենք տեսանք, որ ամերիկյան կողմը բանը հաճախ այս ամբողջ ընթացքում է մեկ-մեկ օգնում է, մեկ-մեկ չի օգնում, բան նայած բան sense ուզում է այդ իր օգնությունը շատ թանկով է վաճառում բանը Ուկրաինային եւ փորձում է Ուկրաինային ստիպել ենթարկվել իր կանոններին, հա, իր ուզած արդյունքները գրանցի։ Ոնց ասեմ, ոնց է ռուսները մեզ օգտագործում էին ռուս-թուրքական հարաբերություններում, հա, այտենց ամերիկացիները, ուկրաինացիները օգտագործում են ռուս-ամերիկյան հարաբերություններում։ Այդ մեծերի խաղերի ժամանակ փոքրերը սովորաբար մանրադրամի են ենթարկվում, եթե փոքրը չի որոշում, որ ինքը մանրադրամ չի եւ չի պայքարում։ Ուկրաինացիներն են որոշել, որ իրենք պետք է պայքարեն եւ դրա համար դարձել են գործոն։ Հիմա բանը իրենք դարձել են ոչ միայն անվտանգության սպառող, այլ անվտանգությունն արտահանում։ Այս առումով Ռուսաստանի բաները հաշվարկները բան են եղել, ոնց որ ձախ են գնացել, հա, ձախողվել են եւ Պուտինը կարծես թե իրավիճակը լավ չի տիրապետում կամ իրեն ճիշտ չեն զեկուցում, դա ռուսական շակերտել բարի ավանդույթ է, երբ որ բանը վատ լուրերը դա կապ չունի պատերազմի թե տնտեսական բան, ցանկալի չէ, բանը բան անել է, տան ինչա ոնց է կոչվում այդ բառը, վերևներին չեն հաղորդում էլի,
Կրեմլին, հա։ Հա, վատ լուրերը աշխատում են վերև չտանեն։ Եվ բանը անընդհատ ինչ-որ լավ լուրեր, հա, ասում եմ մենք այո, հարցակ մենք գնամ բանը նորանոր նվաճումներ ենք անում, բան ենք անում, բայց այնտեղ գյուղեր կան, ավիրված քաղաքներ կան, որոնց մի 3 տարի իրենք անընդհատ նվաճում են իբր թե, բայց հենց տենց չեն նվաճել, էլի դա նորմալ չի։ Դուք ասում եք Հայաստանը չի օգտվում Ռուսաստանի թուլությունից։ Բայց եթե չօգտվեր Ռուսաստանի թուլությունից Հայաստանի վարչապետը կպատկերացնեի, որ հայտարարեր, որ Ռուսաստանը ցանկանում է էքսկլյուզիվ հարաբերություններ, իսկ մենք դա չենք ուզում։ Դե ինչ ասես, ինչ ուզես հայտարարում է, բայց մենք տեսնում ենք, որ բազան, ռուսական բազան դեռևս Հայաստանի Հանրապետությունում է։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը մեծապես էականորեն 70-ից ավել տոկոս կապված է ռուսական տնտեսության հետ։ Դե թուլացնելը լսեք, այդտենց տեմպերով չեն ազատվում Ռուսաստանից։ Հա դուք միանգամից եք ուզում Միանգամիցի հարցը չի, բայց երբ որ հնարավորություն առաջանում է, դու այդ հնարավորությունից եթե չես օգտվում, այդ հնարավորությունը եկե փակվում է, վերջ։ Ասենք վաղը հիմա եթե կանգնացեցին այս ռուս-ուկրաինական պատերազմը, որևէ կերպ, որևէ բանում, Ռուսաստանը ինչ է կարծում, չի շուր գալու, մտենա բան է, Հայաստանը այս հայերես ինչ էին անում։ Ադրբեջանը ինչ անելու։ Այդ նույն այդ իր կատաղած այդ բանակը, այդ որ կա, իսկ պատերազմող բանակը ինքը ինչքան էլ վատն է, ինքը փորձառու բանակ է։ Հաստատ ինքը հայկական եւ ադրբեջանական բանակներից հաստատ լավն է։ Հասկանում եք, ռուսական այդ հետամնաց բանակը։ Ուկրաինական այո գեր ժամանակակից բանիկը իրենք փորձում բանը, բայց ռուսականը հաստատ հիմա ինքը աշխարհի ամենավատ բանակը չի, որտեղ ինքը պատերազմող բանակ է, հասկանում եք, չէ՞։ Բայց ինքը այդ բանակը, որ ուզենա թեքի դեպի հարավային Կովկաս, նվաճելով գալու են մտնում միջև վերջ ինչ ուզենան անելու են։ Հասկանում եք, ինչ ենք անելու այդ դեպքում։ Նիկոլը ինչ անելու։ Ուղղակի այդ իր խոսքերով բարերով հել ինչ անի, ոչինչ չի կա, իսկ մեր բանակը ինքը չի նախապատրաստում, մեր տնտեսությունը չի նախապատրաստում, նորմալ դաշնակիցներ չի բանանում, իրական հողի վրա ոչ մի այլընտրանք չի ստեղծում, ուղղակի բարերը։ Ես ցուցանիշներ կբերեմ, դուք ասում եք տնտեսությունը չի պատրաստում, բայց այսօր հաղորդագրությունն է տարածել կառավարությունը, որ դեպի Եվրոպական միության երկրներ արտահանման ծավալն աճել է 2026 թվականի հունվար-հունիսի դրությամբ դեպի ԵՄ արտահանման ծավալը գերազանցել է 516 միլիոն դոլարը, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բարձր է ավելի քան 80%-ով։ Սա ցուցանիշ չէ, սա խոսուն չէ։ Ոչ, 516 միլիոն դոլարը մեծ փոքր կազմակերպության բյուջե է։ 516 միլիոն դոլար, դուք պատկերացրեք ինչ եք ասում։ Բալը Ռուսաստանից նա քանի միլիարդ դոլարի փոխգործակցություն կա, այնց ինչ հարաբերություններ են։ Մեր տնտեսությունը, մեր բյուջեն ինչքան է, միլիարդավոր դոլարներ են։ Հա փոքր քայլերով, բայց շատ փոքր է, բայց հենց այդ եմ ասում, այդ էս փուճուր փոքր քայլը, 80 տարի չի տևելու այս ռուս-ուկրաինական պատերազմը, Նիկոլ Փաշինյանը որ հասնես այս հուշի քայլերով նրբորեն գնա կամած մի օր դուրը բացեն, այն կարգին հաղորդման են բանը հայտի սկեչի մեջ, որ ասում է, դե պատուհանը դրիմ, հետո գասել պատուհանը դրիմ, տենց չի լինում է պետական հարաբերություններում, հնարավորությունը առաջացավ պետք է օգտվես, Ադրբեջանը ոնց եղավ, հենց հնարավորությունը առաջացավ այդ բանը ամերիկյան նախագահը, պատերազմը հայտարարեց մտավ ավիրեց վեկալեց, հասկանում եք, եթե մենք այդ Նիկոլ Փաշինյանի տրամաբանության լինենք, հələ պատկերացրեք, ասենք Ալիևը մեկ էլ բանը, ինչ որ մի բանը մեկ է մահանում է, ասենք չգիտեմ, ռուսներն են խփում, ինքնաթիռն անգնում կամ տանը, չգիտեմ, կարտոչկա ուտում, խեղդվում է, մահանում է, պատկերացրեք, չէ՞։ Ինչ անելու Նիկոլ Փաշինյանը, այդ ժամանակ մենք Ադրբեջանը, բանը Ալիևով ինքը մեկ այլ գործ ունի, առանց Ալիևի ինքը ոչ մի գործ ունի, ինքը լրիվ ուրիշ երկրորդական սորտի անկապ մի հատ ինչ-որ պետություն է, քաոսային վիճակ է ստեղծվելու։ Եթե այս տրամաբանությամբ գնանք, միջև Նիկոլ Փաշինյանը որոշի ինչ-որ մի բան անի, այնտեղ կարող է մի հատ նոր հեղաշրջում տեղին գա, կինը գա, բան ինչ-որ մի հատ նոր կառավարող, ինչ-որ մի հատ սերունդ գա, նոր խալիֆայություն ստեղծի, հզորանամա մտնելի Երևան, հասկանում եք։ Այսինքն տենց չպիտի լինի, այդ տենց չեն անում էլի։ Լավ, բազայի մասով դուք միակ մարդը չեք, որ հայտարարում է, որ բազան պետք է հանվի Հայաստանից եւ տևական ժամանակ են այդպիսի հայտարարություններ հնչում մեր եթերներում։ Հիմա բազան խորհրդանշական նշանակություն ունի։ Բազայի հանումը եւս խորհրդանշական նշանակություն ունի։ Դա ոչ միայն խորհրդանշական նշանակություն է, դա փաստաթղթային, պայմանագրային, միջպետական պայմանագրեր կան, պարտավորություններ կան, փոխադարձ այնտեղ կանգնած է այդ բազան, ինչով է խանգարում Հայաստանին։ Ասենք օրինակ մեկ այլ պետություն, Հայաստանը պարտավորված է
որևէ այլ պետության հետ անվտանգային եւ նման որակի ինչ որ ունենք Ռուսաստանի հետ նման հարաբերություններ չանել միջև այդ բազանկա եւ Ռուսաստանի հետ մենք միջև որ ունենք այդ հարաբերությունները որպես մինիմում մենք Հայաստանի Հանրապետությունը այդ պարտավորությունները պահպանում է չնայած որ հանգիստ կարող է չպահպանել որովհետեւ Ռուսաստանը չպահեց իր հարաբերությունները իր պայմանագրային պարտավորությունները մեր նկատմամբ ռուսները կարող են դա իրենց թույլ տալ մենք էլ կարող ենք մեզ թույլ չտալ անել այդ նույն բանը բայց չենք անում փաստացի չենք անում չէ Հիմա Ֆրանսիայի հետ անենք ուրիշ բազա բերենք, հա, ձեր Չէ, նախ պետք չի ուրիշ բազա բերել, մենք ինքնուրույն մեր տեխնոլոգիաները ժամանակակից թույլ են տալիս, որ մենք կարողանանք մեր անվտանգությունը ինքնուրույն ապահովել։ Հենց սկսենք մենք ինքնուրույն ապահովել մեր անվտանգությունը, մեր պետության տեղը, դերը, նշանակությունը, որակը կբարձրանա, էական մենք մեր հետ կսկսեն հաշվի նստել։ Հիմա մեզ նայում են որպես Ռուսաստանին կապված ինչ-որ մի բան Միշտ տենց եղել ենք հասկանում եք դրա համար բանը այս վերջերս Նիկոլ Փաշինյանի այս բանը Թուրքիայի հետ այս մերձեցումից հետո Ամերիկա հայկական հարաբերությունները Թուրքիայի հետ էին հստակեցնում գնում են հասնում են Թուրքերը ասում են հա մենք հայերիկ ասենք բան կանենք իրենք հաստատ չեն բողոքի գնում են տենց ինչ-որ Թուրքիայի հետ համաձայնեցում բան են անում դա նորմալ է ես կարծում նորմալ չի Ոնց որ նորմալ չի ռուսների հետ մեր հայկական հարցը հայերին հետաքրքրող հարցերը հայկական շահերը քննարկել նույնիսկ թուրքերի հետ հետաքրքիր չի ոչ է պարսիկների հետ որևէ մեկի հետ մեր հետ պետք է գան եւ քննարկեն որպեսզի մեր հետ քննարկեն մենք պետք է լինենք այդ սուբյեկտը մենք պետք է ելնենք ասենք մենք կարող ենք ստեղ պահենք եւ ոչ թե միայն ասենք այլև անենք Լավ, Ռուսաստանը ինչու իր սպառնալիքներին տեր չի կանգնում, այսինքն ինքը հայտարարում է մի բան, բայց չի անում։ Օրինակ, ասում են մինչև նոյեմբեր պետք է Հայաստանի կարգավիճակի հարցը որոշեն, հապկում օրինակ։ Կամ ձայնից կկտրեն, ձայնի իրավունքից։ Կամ ընդհանրապես Նախ որ կարողանային իրենց սպառնալիքները իրականացնեն, չէին սպառնա, այլ կստիպեին որ անեն։ Նշանակում է որ բանկը որ չեն կարողանում, չէ՞։ Ռուսաստանը կամաց այս Ուկրաինան որ ինքը թուլանում, թուլացած պետությունը չի կարողանում իր բոլոր այդ ազդեցության այդ բոլոր արիալներում ազդի նույն չափ որքան նախ միջև այդ էր ազդում։ Հիմա դա այնքան ակնհայտ է, որ էլ ասելու չի էլի։ Անկամ Ալիևը էլ Ռուսաստանի այդ բան որ ասում են բան անում դա, տենց փորձում ալը տեսնի թույլ տեղ կա չկա բան էլի հասկանում եք այդ կարգի, բայց Ռուսաստանը հաստատ այնպես ասենք Ալիևի քաշային կատեգորիայում չի էլի գտնվում, ինչքան էլ ինքը թուլանա լրիվ տարբեր քաշային կատեգորիաների մասին ենք խոսում։ Բայց այդքան թուլացել է, որ Ալիևը անգամ չի վախենում, տենց ելնում բզբզում ա բան չես, վերջերս է ստիպեց որ Պուտինը ներողություն խնդրի այդ իր ինքնաթիռի պատմությունից հետո։ Այսինքն բոլորը դա նկատում են։ Թուրքերը նկատում են, բաները նկատում են, Բելարուսը, Բացկան որ ինքը միշտ հլու հնազանդ այդ բանն է եղել, ինքը Պուտինի ոնց որ տենց չգիտեմ էլի, շնիկն է եղել դա անգամ ինքն է փորձում բանանի, տենց ինքնուրույնություն ինչ որ բանանի, Հայաստանը տենց ուղակի խոսքերի մակարդակում է մնում եւ չի գործում։ Հիմա իսկ ռուսները այդ որ տենց խոսում են, մեզ ուզում են ինչ որ փաստի առաջ կանգնեցնել ըստ էության եւ մեղավոր էլի մեզ հանեն, որ հետո կարողանան մեր դեմ ինչ որ բաներ Եվ ինչ-որ բաներ են պլանավորել, չգիտեմ, պետք է այդ իրանցից հարցնեք էլի, բայց շատ վատ սցենարով է սա համենայն դեպս գնում։ Այն ինչ կատարվում մեր ռուս-ուկրաինական հարաբերություններում, պատերազմից առաջ մենք տեսնում ենք, այդ նույն տրամաբան ընդեղել է, սկսեցին ինչ-որ մեղադրանքներից բաներից, թողում են որ այ եթե դուք որոշեք, ուկրաինացիները ոնց են ասում, դուք ինքնուրույն կարող եք որոշել, ուզում եք գնաք Բան Եվրոպա կամ ուզում եք մնալ, բայց դա հետևանքներ է ունենալու, ասեն ինչ-որ վերացական ինչ-որ բան է։ Հիմա նույնը ոնց որ դա սպառնալիք է հնչում, չէ։ Ես կարծում եմ դրանք տնտեսական ինչ-որ հետևանքներ են ունենալու մեզ համար։ Ընդհանրապես չեմ զարմանա, եթե ձմռանը մեկ էլ գազը կամ կտրեն կամ գինը թանկացնեն կամ ինչ-որ վատ իրավիճակներ մեր արժեվ կանգնեն կամ լարսը ոնց են փակում, բացում են, երբ իրանց պետքա, չէ։ Ինչ-որ խնդիր են առաջացնելու մեր համար սուր պահի Որ մենք ստիպված լինենք հաշվի նստել իրենց հետ։ Այդ Ռուսաստանի հետ հարաբերությունը միշտ տենց է, ինքը ստիպում է, ինքը լավ հնարավորություն չի ստեղծում քո համար, որ դու իր հետ բարեկամական կամ դաշնակցային հարաբերություն ստեղծես։ Ինքը ստիպում է, որ դու իրանից կախված լինես, տենց են այդ մարդիկ պատկերացնում աշխարհը։ Այս թեմայի հետ կապված մեկ հարցելու անցնենք այլ թեմաների, պարոն Սահակյան, խորհրդարանում, մեր խորհրդարանում գտնվող ռուսամետ ընդդիմությունը տեսնում է Ռուսաստանի թուլացումը։ Տեսնում է այն իրավիճակը, որը գոյություն ունի ռուս-ուկրաինական ճակատում, հետևանքները, բայց իրանք էլ տենց չի, որ տենց բաներ ունեն հետևություններ անելու։ Չէ, ունեն հետևություններ անում են, տեսնում են, բայց իրանք այլ հնարավորություն չունեն, քան թե լինել ռուսասեր։ Այդ մարդկանց գործը է դա։ Իրանց փողը ընդեղ է։
Իրենց համար շատ վատ է, որ Ռուսաստանի վիճակը վատանում է, իրենց փողերը այդտեղ խնդիրներ են առաջանալու, չէ։ Հիմա իրանք ամեն ինչ անելու են, որ Ռուսաստանի համար լավ լինի, որ իրենց փողերը կապիտալը չկորի։ Բայց իրենցից ինչ է կախված, որ Ռուսաստանի համար Ինչ որ հնարավոր է, ինչ որ կարող են անել։ Շատ լավ, բանակում խնդիրներին անդրադառնանք։ Դուք ձեր խոսքում Շատ կարևոր այսպես թռուցիկ անդրադարձաք։ Մենք անգամ տեսանք, որ տեղ ունեցավ փոփոխություն ռազմական ոստիկանության պետի փոփոխություն պայմանավորված այդ քրեական ենթամշակույթի դեմ պայքարի համատեքստում, ինչ կարող եք ասել։ Իրենք հետևանքն են փորձում բան անել ռազմական ոստիկանությունը եկեք անգամ մի հատ իր ֆունկցիան որն է որ բանը երբ որ բան ալնում հանցագործությունա տեղ ունենում ռազմական բան չէ իրեն գալի հետաքննում են բան են անում որ տեսնեն եւ ինչ եղի եւ պատիժ անեն բայց այդ խնդիրը նրանում է որ այդ հանցագործությունը ռազմական ոստիկանության լավ կամ վատ աշխատանքի արդյունքում չի լինում կամ հետևանքով հասկանում եք այդ միջև այդ լինում է որ նոր իրենց գործը առաջանում է փոփոխությունները միտված են որպեսզի այդ ենթամշակույթի դեմ պայքար մղվի որը տարիների պատմություն ունի շատ ուժեղ արմատավորված է եւ դրանից ազատվելը ոնց տեսնում ենք բավականին բարդ խնդիր է բարդ խնդիր չի կամք, եթե կա քաղաքական կամք, այդ հարցը կլուծվի։ Չկա քաղաքական կամք, չկա Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից, չկա Հայաստանի ռազմական ուժերը մեր անվտանգային բաները, համակարգը ուժեղացնելու ոչ ցանկություն կա, ոչ միտում կա, ոչ քաղաքականություն կա նման վարելու։ Եթե անեն, քանի տարի են կառավարում արդեն 8 տարի է, չէ՞, կառավարում են, կանեին։ Չեն անում նույն կերպ ոնց կա իներցիա ոնց կա այդպես մնացել է հիմա խնդիրը այստեղ էլի այդպես ինքը հեշտ հարց է բայց լուծումները այլ տեղ են գտնում ոչ թե ռազմական ոստիկանության բանի փոփոխության մեջ երբ որ զինվորները իրար հետ ինչ-որ վեճ են ունենում բան են ունենում այդ նրանից է որ զինվորները լիք ազատ ժամանակ ունենում այդ նրանից է որ հրամանատարը իր տեղում եւ դերում չի այդ նրանից է որ այնտեղ 1000 մյա sense ուրիշ ինչ-որ sense հարցեր կան ասում եմ եթե զինվորը առողջից իրիկուն ինքը զբաղված լինի ռազմական արվեստը ուսումնասիրելով ինքը ինչ-որ այդ իր բանը տեխնիկային կամ ինչ-որ ռազմավարություն, մարտավարություն ուսումնասիրելու բան, ինձ ժամանակ չի մնալու կռիվ անելու։ Իրար հետ ինչ-որ վեճերը գնալով քչանալու են, փոքրանալու են։ Նոր դրանից հետո կարելի է խոսել արդեն այդի ինչ-որ ենթամշակույթի բանի մասին, էլի, բայց այդ ենթամշակույթով տենց բոլորը չեն տարապում, հասկանում եք, դա ենթամշակույթ է, այս բառը ինքը խոսում արդեն, որ ինքը մի հատ փոքր շերտ է, այդ փոքր շերտի հետ կարելի է շատ հանգիստ աշխատել, իրեն չեզոքացնել, հասկանում եք, այդ իր ազդեցությունը, բանը մեծերի մնացածի վրա այդ թողած ազդեցությունը շատ հանգիստ հնարավոր չեզոքացնել միջավայր ստեղծում բան է սանում։ Ի վերջո մենք էլ ենք բանական ծառայել, հազար անգամ տեսել ենք դա ոնց է լինում, ինչ է լինում։ Այդ իրանք խոսում են ուղակի, տենց այդ այն բանի նման է, էլի, որ ասում են, դե մենք մեղավոր չենք, նախկիններն են մեղավոր։ Հիմա նույնն էլ բանակում ասում են, դե երթամշակույթն է այդպեսին։ Մենք ինչ անենք։ Տենց չի։ Եթե չես կամ հարց լուծես, ուրեմն դու ի վիճակի չես, ուրեմն իրանք ապիկար են, կամ չեն ուզում, կամ չեն կարողանում։ Ուրիշ ոչ մի հարց չկա։ Ու դե ռազմական ոստիկանության փոփոխությամբ հարցը չի լուծվելու։ Խորքային հիմնարար հարցեր կան։ Բանակը միջև հիմա փակ համակարգ է ինքը մնացել որպես ոնց որ կար ասենք խորհրդային միության ժամանակ ոնց կարեց վերջի 30 տարիներին տենց էլ մինչև հիմա Նիկոլ Փաշինյանի կառավարության ժամանակ եթե ինքը բացվի հանրության առաջ որոշակի չափով հանրությունը մի քիչ ավելի շատ մասնակցություն կարող ունենա այդ process-ները մի քիչ ավելի կհեշտանան եւ թափանցիկ կդառնա այդքան բան չլինելու էլի այդ sense մակերեսային այս թեմայի շուրջ չարժե քննարկել բայց թեման պետքա միշտ պայել բանի տեմպի մեջ պետքա պայել, ուշադրության կենտրոնում պետքա պայել եւ ստիպել այս կառավարությունը, որ իրենք գնան էական փոփոխությունների, որովհետեւ այդ զինվորները մեր զինվորներ են։ Դե էական փոփոխություններ, օրինակ լրատվամիջոցները նույն տևական ժամանակ փորձում են Փաշինյանից հասկանալ, արդյոք այս ինքնասպանության դեպքերի համար կամ սպանությունների եւ ինքնասպանությունների դեպքերի համար պաշտպանության նախարարությունը պատասխանատվություն պաշտպանության նախարարը մասնավորապես պատասխանատվություն կրելու է թե ոչ հեռացվելու է թե ոչ բայց մենք տեսնում ենք որ Փաշինյանը այլ կադրային փոփոխություններ անում է բայց Պապիկյանը շարունակում է պաշտոնավարել հիմա եթե Պապիկյանի փոփոխություն տեղի ունենա դուք կարծում եք հարցը կլուծվի ախր փոփոխությունը հենց այնպես Եթե փոփոխություն տեղ ունենա եւ այդ մարդը նորանշանակ այդ մարդը որ գա եւ վարի այնպիսի քաղաքականություն որը բերելու է փոփոխության, այո, կլինի փոփոխություն։ Եթե գալու է էլի մեկը, որ էլի փակ պայելու է, չի թողելու որ հանրությունը մասնակցություն ունենա, չի բացելու այդ բաները, այդ երկաթե դարպասները հանրության առաջ, չէ, հանրության առաջ նկատի չունեմ, այն բախտի բուրախտի մեկը գնա դուրը բացի տենա, ինչ են անում զինվորները։ Իրենք շատ լավ հասկանում են ինչի մասին ենք խոսում։
երբ որ մի քիչ ավելի հանրություն մասնակցալու, օրինակ սրանից առաջ վերջերս այնց նեղ մասնագիտական շրջանակների հետ այնց հանդիպում տեղի ունեցավ, իրենք ասում էին, որ բանը Սեյրան Օհանյանի ժամանակ, ինչ որ մի հատ կարճ ժամանակ եղել է, որ բաները մահացությունների թիվը էականորեն փոքրացել են տարեկան աստիճանով եւ դա եղել է մենակ նրա համար, նաեւ այն պատճառով, որ այդ բաները հասարակական կազմակերպությունների հետ թեմայով հետաքրքրված շատ ավելի մեծ ազդեցություն են ունեցել այդ դեպքերին, երբ որ գնացել են արձագանքել են բան են արել, չէ՞, sense մասնակցություն են ունեցել, իսկ հիմա բանը զինվորները օրինակ եթե վաղ Աստվածաշանի մի 100 զինվոր էլ դիտես մահանա, Պապիկյանի հետ ոչ մի տեղի չունենա, միջև մոտ չենք տեսել ենք, չէ՞ որ բան ոչինչ տեղի չունենում, այդ մարդը ոչ արձագանքում է, ոչ մասկի չեն էլ ցավակցում, դա նորմալ չի։ Ինչ նկատի ունեք չեն այդ ցավակցում։ Երբ որ զինվորները ինչ որ բան է տեղ ունենում, այն ժամանակ դրիվ այլ վերաբերմունք էր։ Պաշտպանության նախարարությունը հատուկ բանանում, մեսիջով էր բանանում, այդ սպաները գնում էին, բանը ծնողներին հանդիպում բանեմ։ Հիմա ընդամենը մի հատ ինչ որ հաղորդագրություն է վերջես ընդամենը։ Մի հատ հաղորդագրություն են գրում, պրծում է դրանից առաջ հաղորդագրությունը չէին անում։ Աշխատում էին նենց անեն չերև այդ։ Հարցը կոծկելով խնդիրը չի լուծվում։ Հարցին պետքա առերեսվես, գնաս խորքը հասկանաս տեսնես ինչ է եղել։ Ինչ չեն այդ զինվորների վերջը իրար այդ վիճում։ Այդ եթե քնելու հետ կապված ասենք սովորաբար չկա ինչ որ հայախոսություն ա լինում արդյոք բան, ինչն է վեճը, պետքա հասկանալ ինչն է վեճը։ Վերացնել այդ խնդիրները, որ այդ մարդիկ հանգիստ իրենց համար ծառայեն, գնան հասնեն իրենց ծնողներին։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի քաղաքագետ Հայկ Սահակյանի հետ, մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել էկրանին երևացող QR կոդով։